Սուրբ Աստված ես, դու Սուրբ Աստված ես, կատարյալ Սուրբ, կատարյալ մաքուր, կատարյալ արդար, անբիծ ու անարատ, հալելույա Հիսուս, անբիծ ու անարատ, հալելույա Հիսուս, դու որ մեղքը չէիր ճանաչում Տեր, դու որ մեղքը չգիտեիր թե ինչ է, դու որ մեղքը չէիր ճաշակած և փորձած, դու որ չէիր ճանաչում մեղքը, դու դարձար մեղավոր, հալելույա Հիսուս, Ora bakindere bosso porere mare bakatere boshachare bekere monso bokopata. Մեկը որ այդքան հեռու էր մեղքից, մեկը որի համար մեղքը այդքան օտար ու մեռած էր, մեկը որի համար մեղքը այդքան գոյություն չուներ, մեկը որի համար մեղքը այդքան արժեք չուներ, մեկը որի համար մեղքը այդքան զզվելի եւ ատելի էր, մեկը որի համար մեղքը Չիդորա մաշախարի բիքինդերի բոսո փորերը մարե բականդերի բոսի մեկը որի համար մեղքը օտար էր Հալելույա Հիսուս Ռաբակենդորո մոշախատարի բոսի այդ մեկը սուրբ ու անարատ այդ մեկը սուրբ ու անբիծ արդար եւ ճշմարիտ միակ ճշմարիտ դատավորը միակ ճշմարիտ թագավորը միակ ճշմարիտ Տերը միակ ճշմարիտ Աստվածը դարձավ մեղավոր Ռեբականդերը բոսո փորենե մարը բականդերը բոսիմ վերցրեց իր վրա իմ ու քո մեղքը վերցրեց իր վրա իմ ու քո մեղքը ով Աստծո եկեղեցի վերցրեց իր վրա իմ ու քո մեղքը որպեսզի մենք որ օտար ենք կարողանանք դառնալ նրա համար որդիներ որպեսզի մենք որ օտար ու թշնամի ենք Աստծուն կարողանանք դառնալ նրա համար որդիներ հալելույա Հիսուս Եվ ես ուզում եմ ասեմ քեզ Հիսուս, որ ես շնորհակալ եմ Տեր։ Ուզում եմ ասեմ քեզ Հիսուս, որ ես սիրում եմ քեզ Տեր։ Շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ Տեր, ով վերցնելով իմ մեղքը իջավ գերեզման, ով վերցնելով քո մեղքը իջավ դժոխք, ով մեռավ որպես թե վերջին մեղավորը, ով մեռավ որպես թե վերջին մեղավորը, ով մեռավ մերժված եւ դուրս մղված հասարակությունից, որպես թե վերջին մեղավորը, իմ ու քո մեղքի պատճառով եկեղեցի, եւ իջավ դժոխք, եւ իջավ գերեզման, եւ իջավ դժոխք, մեր անօրենությունները դրվեցին նրա վրա, մեր մեղքի պատիժը նա կրեց, մեր անօրենությունների պատիժը նա կրեց, իմ ու քո համար նա դարձավ այդ վերջին մեղավորը, ես եւ դու, որ այդքան արժանիք չունենք, Հիսուսը դարձավ վերջին մեղավորը, իմ ու քո համար, հոժարելով վերցնել խաչը, հոժարելով վերցնել խաչը, հոժարելով վերցնել խաչը, օրաբակինդերը բոշախարի բեկանդերը բոսամակատայա, եւ նա իջավ գերեզման, Ես չէի հասկանում առաջ թե ինչու Հիսուս գնաց դժոխք։ Ես չէի հասկանում առաջ թե ինչու Հիսուս գնաց դժոխք։ Երբ որ մի օր բացվեց դա ինձ ու ես հասկացա, որովհետև նա մեռավ իմ փոխարեն որպես մեղավոր մարդ։ Եվ դա էր պատճառը մեղքի վարձքը մահն էր։ Դա էր պատճառը որ Հիսուսը իջավ դժոխք։ Երբ որ մեռավ խաչի մահով, նա իջավ դժոխք։ Lekemboro moko tere bashe khepere bribakandere bosim. Ora bakandere bosha khataya rere bosa. Hallelujah Isus. Եվ երբ որ այն կանայք որ հետևում էին Հիսուսին, եկան այցի նրա գերեզմանին, տեսան որ ահա քարը գլորված է։ Տեսան որ ահա քարը գլորված է։ Հալելույա Հիսուս։ Հիսուսը մեռավ որպես թե մեղավոր Բայց նա հարություն առավ, այն արդարությունը, որ նրա մեջ էր, այն սրբությունը, որ նրա մեջ էր, այն հոգին, որ առաջնորդում էր Հիսուսին, այդ հոգին չէր թողնի Հիսուսին գերեզմանի մեջ, եւ նա հարություն առավ, եւ ահա գերեզմանի քարը գլորված է, եւ ես ուզում եմ ասեմ քեզ, որ Տերը պատրաստվում է գլորի քո կյանքի մեջ եղած ամեն քար, որ թողնում է քեզ գերեզմանը, որը քեզ սահմանափակում է, Հիսուսը պատրաստվում է գլորի
քո կյանքի մեջ եղած ամեն քար, ես արձակում եմ սա ինչ-որ մեկի համար, քո կյանքի քարերը գլորվում են, Հիսուսի անունով, այս թվականի մեջ, այս նոր տարվա մեջ, այս նոր սկզբի մեջ, քո կյանքի մեջ եղած ամեն քար գլորվում է, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, ամեն քար, որ քեզ պահած սահմանափակման մեջ, ամեն քար, որ քո կյանքի մեջ մահավեր է, ամեն քար, որ քեզ պահած գերեզմանի մեջ, ամեն քար, որ քեզ պահած կապված, Տերը գալիս եւ գլորում է քո կյանքի մեջ եղած ամեն քար, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, ինչ-որ մեկը թող բարձրացնի իր ձայնը, ինչ-որ մեկը թող բարձրացնի իր աղաղակը, ինչ-որ մեկը թող խոխորտա։ Եմբրո կոշտայալը բոկորիա բագեսոմբա կատայալը բոշա։ Իրաբա շախաթարե բոկորա բաբա շախաթայալը բոսա։ Rababa candere de bocora baba shandoro robosom rababa shataya. Jesus Parques, Jesus Parques, Jesus Parques. Նամոր սուրբ ձեռքով եւ անարած սրտով ով իրանց անիրավության չի տալիս եւ երթում չի անում նենգությունով նա օրհնություն կստանա Տիրոջից եւ արդարություն իր ապերկության Աստվածանից սա այն ազգն է որ փնտրում է նրան որ խնդրում է քո երեսը ով Հակոբի Աստված հալելույա այստեղ հավաքված է ժողովուրդ որ փնտրում է քո երեսը հալելույա այստեղ հավաքված է ժողովուրդ Տեր որ փնտրում է քո երեսը ով Հակոբի Աստված հալելույա որ փնտրում է քո ուղիները ով Հակոբի Աստված որ փնտրում է քո խորհուրդները ով Հակոբի Աստված որ իր անձը հեռու է պահման իրավությունից հալելույա հալելույա Հիսուս ես օրհնում եմ քո սուրբ անունը ես օրհնում եմ քո մեծ անունը եղիր փառավորված Հիսուս սիրում եմ քեզ Հիսուս երկրպագում եմ քեզ Հիսուս մեծարում եմ քեզ Հիսուս միայն դու ես արժանի Տեր օ հալելույա Հիսուս շնորհակալ եմ քո ներկայության համար շնորհակալ եմ քո խոսքի համար շնորհակալ եմ քո սուրբ հոգու համար քո նապատիվը քո նապարքը Հիսուս հալելույա քեզ Տեր օրհնի քո կողքինին հալելույա օրհնի քո կողքինին ասա Հիսուս պետք է գլորի քո կյանքի քարերը այս տարվա մեջ քո գերեզմանի քարը պետք է գլորվի դու պետք է հարություն առնես հալելույա դու պետք է հարություն առնես հալելույա Հիսուս հալելույա բարձրացա փառքերը Տիրոջը հալելույա եւ կարող ես նստել նրա ներկայության մեջ շատերը երևի դեռ ամանորյա խրախճանքի մեջ են ուրացիր սեղանդ վերցրա խաչդ եւ արի եկեղեցի հալելույա Հիսուս Ողջունում եմ բոլորիդ Աստծո ժողովուրդ ուրախ եմ ձեզ տեսնել այստեղ ինձ համար պատիվ է Կիսել Աստծո խոսքը ձեզ հետ, ծառայել ձեզ, հալելույա, հալելույա, ում որ չեմ տեսել շնորհավորում եմ, Տերը օրհնի ձեզ, եղեք օրհնված և թող այս նոր սկսվող տարին ձեզ համար լինի առատության տարի, ճեղքման տարի, Հիսուսի անունով, գիտեք աշխարհիկները, երբ որ գնում են իրար տներ ամանորյա օրերին, հետաքրքիր է որ իրանք նույնպես խոստովանում են եւ ասում են որ դե պետք է նորից նույն բաները ասենք նոր տարին շնորհավոր առողջ լինենք լավ լինենք երջանիկ լինենք ուրախ լինենք անփորձանք ամենաանհասկանալի բառը
որ ասում են իրար աշխարհիկները անփորձանք, բոլոր նրանք, ովքեր որ փորձանքների մեջ են, իրար ասում են անփորձանք։ Ցանկանում են իրար առողջություն, որպեսզի առողջ լինենք, դե հետո չեն ասում, որ ավելի շատ մեղք գործենք։ Ինչի՞ տա պետք առողջությունը, եթե դու մեղք ես գործելու, այդ առողջությունը փչացնելով, վատնելով մեղքերի մեջ այդ առողջությունը։ Հալելույա Հիսուս։ Հալելույա։ Կուզեմ բացենք Ղուկաս ավետարան 15-րդ գլուխ։ Մենք պետք է նայենք միասին անառակ որդու պատմությունը, որը շուտվանից իմ սրտի մեջ ա, որ ես խոսամ այսօր։ Գիտեք, ես լսել եմ շատ անգամներ, որ մարդիկ խոսում են այս պատմությունից եւ իրականում սա վառ փրկության օրինակ է, որ Հիսուսը խոսում է իր աշակերտների հետ առակի մեջ եւ փրկության մասին է խոսում եւ հոր սրտի մասին է խոսում, բայց ես ուզում եմ մենք այսօր նայենք այս պատմությունը ոչ թե ուղղակի որ վերաբերվում է ինչ որ մի աշխարհիկ մարդու, այլ որ վերաբերվում է հենց Աստծո եկեղեցուն, վերաբերվում է հենց ինձ եւ վերաբերվում է հենց քեզ։ Եվ իմ աղոթքն է, որ այսօր մենք բացահայտենք մեզ այս խոսքի մեջ։ Իմ աղոթքն է, ինչպես մի ծառայության մեջ ես հիշում եմ, մենք մի ուրիշ եկեղեցում ենք եւ մի մարդ էր եկել ծառայելու Ֆրանսիայից եւ ինքը ասեց, երբ որ դու բացում ես Աստվածաշունչը ու սկսում ես կարդալ, Աստվածաշունչը սկսում է քեզ կարդալ։ Ինքն է սկսում քեզ կարդալ, այսինքն բացահայտում է քեզ, դու տեսնում ես քեզ նրա տողերի մեջ, նրա խոսքերի մեջ, նրա էջերի մեջ, նրա պատմությունների մեջ։ Եվ ես այսօր ուզում եմ, որ դու տեսնես քեզ այս պատմության մեջ, Տերը բացի, որպեսզի դու հայտնաբերես քեզ այս պատմության մեջ եւ որտեղ որ Աստված ուզում է որ փոխվես։ Ամեն։ Հալելույա։ Կարդանք Ղուկաս 15:11-32-ը։ Եվ ասեց. մի մարդ երկու որդի ուներ, եւ նրանցից փոքրը ասեց հորը. հայր, տուր ինձ ինչ որ բաժին կհասնե ինձ ստացվածքիցդ։ Նա ապրանքը բաժանեց նրանց եւ շատ օր չանցած փոքր որդին ամեն բաները ժողովեց, հեռու երկիր գնաց, այնտեղ իր ստացվածքը վատնեց անառակ ապրելով եւ երբ որ բոլորը հատացրեց, սաստիկ սով եղավ այն երկրում եւ ինքը սկսեց չքավորվել։ Եվ գնաց այն երկրի քաղաքացիների մեկի մոտ եւ նա նրան ուղարկեց իր հանդը, որ խոզ արածացնի, եւ նա ցանկանում էր իր փորը լցնել այն եղջյուրներով, որ խոզերը ուտում էին, բայց ոչ ոք չէր տալիս նրան, եւ ինքը իրան գալով ասեց. Քանի վարձկաններ ունի իմ հայրը հացով լցված եւ ես այստեղ սովամահ կորչում եմ, վեր կենամ, գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջին եւ այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Ինձ քո վարձկաններից մեկի նման արա եւ վեր կացավ եկավ իր հոր մոտ եւ դեռ որ նա հեռու էր, հայրը տեսավ նրան, գութը շարժվեց, վազեց նրա վզով ընկավ եւ համբուրեց նրան։ Եվ որդին ասեց նրան. հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջին եւ այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Հայրն էլ ասեց իր ծառաներին. առաջի պատմուճանը հանեցեք, հագցրեք նրան եւ մատանի դրեցեք նրա ձեռքին, կոշիկները նրա ոտքերին եւ մսացու եզը բերեք, մորթենք եւ ուտենք, ուրախանանք։ Որ այսին որդին մեռած էր եւ կենթանացավ, կորած էր եւ գտնվեց եւ սկսեցին զվարճանալ։ Նրա մեծ որդին հանդում էր եւ երբ որ եկավ տանը մոտեցավ, երգերի եւ պար գալու ձայնը լսեց, ծառաներից մեկին կանչեց իր մոտ եւ հարցնում էր. Նա էլ ասեց նրան, թե եղբայրդ եկել է եւ քո հայրը մսացու եզը մորթեց, որովհետեւ ողջ եւ առողջ ընդունեց նրան եւ նա բարկացավ եւ չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս եկավ, աղաչում էր նրան, նա էլ պատասխանեց եւ ասեց հորը. ահա այսքան տարի է որ քեզ ծառայում եմ եւ քո պատվերից երբեք դուրս չեմ եկել, բայց ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ իմ բարեկամների հետ ուրախ լինեի։ Իսկ երբ որ քո այս որդին եկավ, որ քո ստացվածքը պոռնիկների հետ կերավ, մսացու եզը մորթեցիր դրա համար։ Նա էլ ասեց նրան. որդյակ, դու ամեն ժամանակ ինձ հետ ես եւ ամեն ինչ որ իմն է քոնն է, բայց ուրախ լինել եւ խնդալ պետք էր, որ այս քո եղբայրը մեռած էր եւ կենթանացավ, կորած էր եւ գտնվեց։ 11-ից մինչև 32-ը, մինչև վերջի խոսքը։ Եվ նորից ուզում եմ, ովքեր որ թերթել էին իրանց էջերը, իմ նման թերթեք հետ ձեր էջը։ Մի մարդ երկու որդի ուներ եկեղեցի։ Ես շատ գրել եմ այս պատմության վերաբերյալ եւ բավականին սահմանումներ եմ գրել, դրա համար ես կփորձեմ, որպեսզի ճիշտ արտահայտվեմ, կփորձեմ օգտվեմ իմ տետրից։ Մի մարդ ուներ երկու որդի։
Եվ ուշադրություն եկեք դարձնենք, որ այս երկու որդիների համար Աստվածաշունչը անուն չի տալիս։ Նրանք անուններ չունեին։ Նրանց դասակարգը փոքրի եւ մեծի։ Նրանցից մեկը մեծ էր, նրանցից մյուսը փոքր էր։ Եվ Աստվածաշունչը անուններ չի տալիս այս երկու եղբայրների համար։ Ավագը եւ կրտսերը, ավագը եւ փոքրը, սրանք կարգավիճակներ են, ժողովուրդ։ Սրանք կարգավիճակներ են։ Եվ սրանցից ավագը հպարտն է։ Սրանցից փոքրը ապստամբն է։ Ավագը եւ կրտսերը այսօր գտնվում են նույն եկեղեցու մեջ։ Հայրը Աստծո խորհուրդն է, մենք գիտենք այս պատմության մեջ։ Եվ իրականում հայրը Աստծո խորհուրդն է։ Եվ ավագը եւ կրտսերը գտնվելով նույն եկեղեցու մեջ բաժանվում են երկու կատեգորիայի մարդիկ։ Մեկը հպարտ է, մյուսը ապստամբ։ Եվ շատ վատ է, երբ որ մի անձնավորության մեջ ապրում են այս երկու եղբայրները, որ հպարտ է եւ ապստամբ է։ Միքսա։ Մի մարդ երկու որդի ուներ, նրանցից փոքր ասեց հորը, հայր, տուր ինձ ինչ որ բաժին կհասնե ինձ ստացվածքիցդ։ Եվ նա ապրանքը բաժանեց նրանց։ Փոքր որդին եկավ հոր մոտ եւ սկսեց հորը ներկայացնել իր պահանջները։ Փոքր որդին եկավ հոր մոտ եւ սկսեց հորը խոսալ իր տեսակետների մասին։ Փոքր որդին եկավ հոր մոտ եւ սկսեց հորից ուզել ինչ որ բան, որ ինքը մտածում էր, որ հասնում է իրան։ Ինքը մտածում էր, որ ինքը ունեցված եւ բաժին ունի իր հոր աշխատության մեջ։ Փոքր որդին մտածում էր, որ ինքը ստացվածք ունի իր հոր աշխատությունից։ Փոքր որդին մտածում էր, որ ինքը ժառանգություն ունի։ Եվ նա չի ասում տուր ինձ քո ժառանգությունից, նա ասում է տուր ինձ քո ունեցվածքից այն, որ ինձ բաժին է հասնում։ Տուր ինձ քո ունեցվածքից այն, որ ինձ բաժին է հասնում։ Բոլոր այն մարդիկ եկեղեցի, ովքեր որ հոգևորապես փոքր եւ կրտսեր են, նրանք խնդիր ունեն ինքնագնահատականի եւ նրանք միշտ իրանց գնահատում են բարձր։ Այնինչ որ ուզես փոքր որդին հորից մեզ թվում է, թե դա վատ չի։ Եվ իրականում մեզ թվում է, որ սա շատ լավ է, որովհետև ինքը եկավ իր հոր մոտ եւ հայրը տվեց նրան։ Եվ իրականում հայրը տվեց նրան, երբ որ նա ուզեց իր հորից։ Եվ ուզում եմ ուշադրություն դարձնենք, որ հայրը բաժանեց իր ունեցվածքը եւ գրված է իմ Աստվածաշնչի մեջ, որ հայրը իր ապրանքներից տվեց նրանց։ Եվ Աստվածաշնչյան թարգմանություններ կա, որտեղ գրված է իր ստացվածքից տվեց նրանց, իր ունեցվածքից տվեց նրանց, բայց ինձ իրականում դուր է գալիս, երբ որ իմ Աստվածաշունչը ասում է իր ապրանքներից տվեց, ոչ թե նրան, այլ նրանց։ Հայրը բաժանեց իր ունեցվածքը երկուսի մեջ եկեղեցի։ Հայրը բաժանեց իր ունեցվածքը եւ տվեց նաեւ իր ունեցվածքից ավագ որդուն։ Եվ եկեք ուշադրություն դարձնենք, որ այս պատմության մեջ ոչ միտեղ չի նշվում, թե ինչ արեց ավագ որդին իրան տրված այն ստացվածքի հետ, որ տվեց հայրը։ Իրան տրվեց այն բաժինը, երբ որ տրվում էր նաև փոքրին, իրան տրվեց իր բաժինը, մեծի բաժինը, բայց գրված չի, թե ինչ արեց մեծը իրան տրվածի հետ։ Մտածեք սրա մասին։ Ես վերջում կասեմ սրա մասին։ Եվ մեծը գրված չի, թե ինչ արեց, բայց փոքրը ուզեց։ Խնդիր կա, երբ որ մենք տարիներով մնում ենք եկեղեցում եւ տարիներով մեր առաջ դրված քննությունները չենք կարողանում հանձնել եւ չենք կարողանում անցնել, սա վտանգ է, որ մենք քրոնիկ մնում ենք փոքր։ Սա վտանգ է, որ մենք քրոնիկ մնում ենք կրտսեր։ Եվ Աստվածաշունչը մեզ փոքր է անվանում եկեղեցի։ Աստվածաշունչը մեզ կրտսեր է անվանում, նա որ շունի բավականաչափ իշխանություն եւ իրավունք օգտագործելու այն ինչ որ տրվեց իրան։ Երբ որ ես շեմ անցնում իմ առաջ դրված քննությունները, երբ որ ես ապստամբում եմ, երբ որ ես նեղանում եմ, երբ որ ես բունտ եմ անում եւ ես շեմ անցնում քննությունը իմ առաջ դրված, ես վտանգի տակ եմ հայտնվում մնալու քրոնիկ փոքր։ Ինչ որ մեկին կարիք կա աճելու։
Միշտ անբավարար աճ ունեցող մարդիկ ուզում են Աստծուց բաներ, որոնք իրանցից մեծ է։ Ուզում ենք դիրք, ուզում ենք հնարավորություններ ունենալ, ուզում ենք երևալ եկեղեցում, բայց միևնույն ժամանակ ուզում ենք լինել փոքր, որը իր եսակենտրոն ցանկությունների բավարարելու համար անում է որոշակի կապրիզներ, որովհետև դա բնորոշ է երեխաներին, որ իր ցանկություններին, իր նպատակներին հասնելու համար կապրիզներ անում։ Եվ այս փոքր տղան կապրիզ էր անում հոր առաջին։ Փոքր տղան կապրիզ էր անում հոր առաջին։ Երբ որ նա վերցրեց իր ունեցվածքը, երբ որ նա վերցրեց իր ապրանքները հորից, երբ որ հայրը իր ապրանքները դուր ինձ ինչ որ բաժին այն ստացվածքիցդ եւ նա ապրանքը բաժանեց նրանց։ Ապրանքը դա ապրուստի միջոց էր։ Ապրանքը դա միջոց էր, որ տրվեց փոքր որդուն, որպեսզի ինքը դրա վրա ավելացներ։ Ապրանքը հայրը երբ որ ապրանք զատեց իր ունեցվածքից եւ ապրանք տվեց իր որդուն, սա գումարային միջոց էր։ Սա ֆինանսական միջոց էր։ Սա ֆինանսական միավոր էր, որը որ ինքը պետք էր ավելացնել, որովհետև ապրանքը այն ինչով որ մարդը ապրում է, ինքը միշտ դա ավելացնում է, ինքը միշտ ավելացնում է, ինքը անգամ ձգտում է ավելացնել դա, իր ապրուստի միջոցները, որպեսզի իր համար բարեկեցություն ապահովի։ Եվ հայրը տվեց ապրելու միջոց փոքր որդուն, որը ինքը չավելացրեց եկեղեցի։ Արտահայտված հպարտություն, ինքնավստահություն, ինքնագնահատականի բարձր ինքնագնահատում, անհարկ վերաբերմունք, լկտի պահվածք, սա խոսում է, որ ես փոքր եմ։ Բարձր ինքնագնահատական, հպարտություն, անհարգի, չհարգել, անհարկ անպատիվ վերաբերմունք, սա խոսում է, որ ես փոքր եմ։ Սա խոսում է, որ ես փոքր եմ։ Քառասուն տարի անապատում Իսրայելի ժողովուրդը անցնելով անապատով 40 տարի Իսրայելի ժողովուրդը 3 միլիոնից, ես միշտ ասում եմ սա, 3 միլիոն մոտավորապես ժողովրդից Քանանի երկիր մտան ընդամենը երկուսը։ 2 միլիոն 999,998 մարդ, որ դուրս եկավ Եգիպտոսից մեռավ անապատի մեջ ժողովուրդ։ Սա մոտավորապես մեր ազգի թվաքանակն է։ Պատկերացրեք, որ այս ազգից ընդամենը 2 մարդ է մտնում եւ ամբողջ 5 սերունդը մաղվեց անապատում, կորավ անապատում, տեսնելով Աստծո ողորմությունը, տեսնելով Աստծո հրաշքները, տեսնելով Աստծո նշանները, գերբնական մատակարարումը այս 2 միլիոն 999,998 մարդը գտնվեցին կրտսեր, մեռնելով անապատի մեջ, չհանձնելով քննությունը, չանցնելով իրանց առաջ դրված բոլոր այն առաջադրանքները, որ դրել էր Տերը։ Թվոց 12, ուզում եմ բացենք զուգահեռ։ Մեկից 3, Թվոց 12:1-3 Եվ Մարիամը ու Ահարոնը Մովսեսի դեմ խոսեցին նրա առած եթովպացի կնոջ պատճառով, ըստ որում եթովպացի կին էր առել եւ ասեցին. Միթե Եհովան միայն Մովսեսի ձեռքով խոսեց, չէ որ մեր ձեռքով էլ խոսեց, եւ Եհովան լսեց, եւ Մովսես մարդը շատ հեզ էր երկրի վրա եղած բոլոր մարդկանցից ավելի։ Մենք տեսնում ենք, որ Մարիամը եւ Ահարոնը ապստամբում են Մովսեսի դեմ։ Մովսեսին ասելով միթե Եհովան միայն քո միջոցով խոսած։ Ես ուզում եմ մենք նայենք այս երկու մտքին, միթե մեր հետ չի խոսում Աստված, սա իրանք ուզում են էս ասեն, միթե մեր հետ չի խոսում Աստված եւ դուր ինձ այն ինչ իմն է։ Դուր ինձ այն ինչ իմն է եւ միթե մեզ հետ չի խոսում Աստված։ Այս երկու իրավիճակների մեջ
կրտսեր որդու պահվածքի մեջ, Մարիամի եւ Ահարոնի պահվածքի մեջ մենք տեսնում ենք բարձր ինքնագնահատական։ Մենք տեսնում ենք բարձր ինքնագնահատական։ Որդին չասեց տուր ինձ իմ ժառանգությունը, ինչ որ ինձ ժառանգություն է քեզանից, որդին չասեց դա, որդին ասեց տուր ինձ քո ստացվածքից, ինչ որ բաժին է ինձ։ Այն ստացվածքից, որի համար փոքր որդին երբեք չէր աշխատել հոր հետ եկեղեցի։ Այն ստացվածքից, որի համար փոքր որդին երբեք գին չէր վճարել։ Այն ունեցվածքից, որի համար փոքր որդին երբեք բավականաչափ չէր աշխատել։ Մի Աստծո մարդ կար, որ ասում էր. մարդիկ, ովքեր գալիս են ձեր եկեղեցի եւ ուզում են ձեզ հետ կիսեն ամբիոնի ծառայությունը, նրանք չունեն իրավունք հայտնվելու այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ձեզ հետ չեն ծառայել ձեր ծառայության հետին շարքերում։ Ովքեր որ գինը չեն վճարել ցեխի ու կեղտի մեջ, ովքեր որ գինը չեն վճարել սև աշխատանքների մեջ եւ ուզում են հայտնվել ամբիոնի հետևում, ահա փոքր որդու ցանկությունը, ահա Ահարոնի եւ Մարիամի ցանկությունը։ Երբ որ Մովսեսը բարձրանում էր Սարը Աստծո ներկայության մեջ, այնտեղ չկար Ահարոն, այնտեղ չկար Մարիամ։ Եվ արդյունքը որպես այդպիսին Մարիամը հարվածվեց բորոտությամբ։ Երբ որ մենք կարդում ենք այս պատմությունը, Մարիամը հարվածվեց բորոտությամբ, եւ որպեսզի Մարիամի բորոտությունը լիներ բժշկված, կարիք կար, որ Մովսեսը աղոթեր։ Այն Մովսեսը, ում դեմ իրանք ապստամբեցին։ Երկու դեպքում մարդիկ խոսում են իրանց սեփական վաստակի մասին, որը չունեն։ Խոնարհության իսպար բացակայություն։ Աստված շնորհք է տալիս խոնարհներին եկեղեցի։ Հալելույա Հիսուս։ Այն ինչ տրվեց փոքր որդուն, սա ողորմություն էր։ Սա սուբյեկտիվ օրհնություն էր։ Սա օրհնություն էր, որ տրվեց փոքր որդուն, եւ սա արվեց հոր ողորմության պատճառով, արվեց հոր գթասրտության պատճառով։ Եվ ուշադրություն եկեք դարձնենք, երբ որ նա վերցրեց, կարդանք 13-րդ խոսքը, հետո շարունակենք միտքը, Ղուկաս 15:13։ Եվ շատ օրեր չանցած փոքր որդին ամեն բաները ժողովեց, հեռու երկիր գնաց եւ այնտեղ իր ստացվածքը վատնեց անառակ ապրելով։ Երբ որ վերցրեց իրան բաժին հասածը, ինչ որ հայրը տվեց իրան, ինքը գրված է, որ գնաց հեռու երկիր։ Եվ ուշադրություն դարձրեք, որ հայրը չփորձեց խոչընդոտել, հայրը չփորձեց խանգարել, հայրը չկանգնեց որդու առաջ, հայրը չկանգնեց փոքր որդու որոշման առաջ։ Սա բնորոշ է Աստծուն, երբ որ Աստված մեզ տալիս է հնարավորություն, երբ որ Աստված մեզ տալիս է ազատ կամք ընտրելու հնարավորություն։ Սա Աստված է ժողովուրդ, երբ որ Աստված մեր առաջ չի կանգնում։ Եթե դու մտածում ես ու մտադրված ես մեղք գործել, Աստված չի ստիպելու քեզ, որ դու դա չանես։ Աստված չի բռնելու քո ձեռքը, որ դու դա չանես։ Աստված քո առաջ պատնեշներ չի դնելու, որ դու դա չանես։ Եթե դու մտադրվել ես դա անես, դու դա պետք է անես եւ Աստված քեզ չի խանգարելու։ Խնդիրը արդյունքի մեջ է, խնդիրը նրա մեջ է, թե ինչ կլինի քո գործողությունների հետևանքը։ Փոքր որդին մենք տեսնում ենք, որ վատնեց իր ստացվածքը ապրելով անառակության մեջ, վատնեց իր ստացվածքը։ Երբ որ խնդրում ենք Աստծուց բաներ, ինչը որ մեզ Աստված չի տալիս, եկեղեցի, գիտեք, մենք շատերս աղոթում ենք, մենք շատերս խնդրում ենք Աստծուց բաներ, մենք խնդրում ենք պատասխաններ Աստծուց, բայց այն ինչ որ մենք խնդրում ենք, որ մեզ Աստված դա չի տալիս, մեզ կարիք կա մտածելու սրա մասին, որ միգուցե ես փոքր եմ սրա համար։ Այն օրհնությունը, որ տրվեց հորից որդուն, այդ օրհնությունը կործանեց այդ տղուն, որովհետև իրականում այդ օրհնության քաշը ավելի ծանր էր, քան այդ տղեն։ Այս տղեն չկարողացավ տանել այդ օրհնության կշիռը, չկարողացավ տանել այդ օրհնության քաշը, չկարողացավ տանել այդ օրհնության ծանրությունը, որովհետև իրականում ինքը թեթև էր այդ օրհնության համար։ Իրականում ինքը թեթև էր այդ օրհնության համար եւ այդ օրհնությունը իրան կործանեց։ Ես ճանաչում եմ մի տղայի,
Մեր քաղաքից է ինքը։ Փոքր ժամանակ բավականին խոստումնալից տղա էր երևում արտաքին հայացքից, առաջի հայացքից։ Եվ երբ որ ինքը գնաց եւ ծառայեց ու հետ եկավ, կխնդրեմ, որ անջատեք էլի։ Երբ որ ինքը գնաց ծառայեց ու հետ եկավ, ես պատահական մի օր հանդիպեցի իրան ու մոտեցա, գրկախառնվեցի, ուրախացա, որ իրան տեսա, ինքը հետ է եկել, զորացրվել է, զինվորական ծառայությունը ավարտել է, իր պարտքն է տվել իր հայրենիքի նկատմամբ, հետ է եկել իր տուն, հասել է իր ծնողներին։ Եվ ինքը շատ լավն է, շատ միլինգի, շատ բարի, շատ փափուկ անձնավորություն։ Անցավ որոշակի ժամանակ։ Ինքը նորից նույնն էր։ Մոտավորապես երևի անցավ մի կես տարվա չափ։ Եվ ընենց ստացվեց, որ ես իրան չտեսա շատ այդ ընթացքը, անցավ մոտավորապես կես տարի եւ ես նորից հանդիպեցի իրան։ Ինքը նույնն էր մնաց այդ կես տարվա մեջ։ Անցավ էլի մոտավորապես մի կես տարի եւ ես նորից հանդիպեցի իրան։ Երբ որ ես նորից հանդիպեցի իրան, ինչ որ մի բան կար, որ փոխվել էր իր քայլվածքի մեջ։ Եվ ինքը ում մոտ ակնոցներ կա, արևային ակնոց կա, ինչ որ մեկի մոտ, չկա, պատկերացրեք սևը, ինքը չէր նկատում իր կողքով քայլող մարդկանց, եւ ես հայտնաբերեցի, որ ինքը չի բարևում այլևս ինձ, բնականաբար ես խի պիտի բարևեմ իրան։ Բայց իրավիճակը ավելի լրջացավ, երբ որ իր տնեցները իր համար մեքենա գնեցին։ Ինքը նույն պահվածքով ավտոներ քշում սենց։ Ու առաջ չէր նայում իրան։ Ես ճիշտ եմ ասում եկեղեցի, ես որ ասեմ ում մասնախոսքը, դուք իրան հանդիպած լինեք, դուք կհաստատեք։ Եվ ինքը գնում էր սենց ավտոյի մեջ նայելով պատալոքին։ Այնինչ պետք է նայեր իր առաջը։ Որոշակի ժամանակ անցավ ու շատ ահավոր ձևի վատ էր քշում։ Իր քշելու մեջ անգամ արտահայտված էր իր հպարտությունը եւ ինքնավստահությունը։ Անցավ մի քիչ ժամանակ, մի օր ինքը տենց շատ արագ եկավ անցավ, ես Անիի հետ գնում էի, Անին ասի կհիշես ասի։ Ինքը շուտով պետք է խփի ես ավտոն։ Ես չանիծեցի ժողովուրդ։ Մի մտածեք, որ ես անիծեցի, ես չանիծեցի։ Ես մի դեպք ա եղել, որ ինչ որ մեկին տենց խոսք եմ ասել ու եղել է իրանց DVD-ն հենց փչացավ, չկարեցան սարքեն։ Դիսկ էին ինձանից վերցրել ու չէին տալիս։ Ասի, եթե չտաք ձեր DVD-ն պիտի փչանա, այդ դիսկն է մեջին չեք կայնալու հանեք։ Չտվեցին, փչացավ այդ դիսկը մնաց մեջին։ Ես չանիծեցի այդ տղուն։ Անցավ մի փոքր ժամանակ, ես հանդիպում եմ իրան ու տեսնում եմ, որ իր մեքենայի աջ կողմը խփած է։ Թեթև վթարա, ինչ որ քերծված կա եղել, կարելի ասել։ Անցավ մի քիչ ժամանակ եւ ես իմանում եմ, որ ինքը այդ բարի համար կներեք կանսերվի բան կայա սարքի այդ ավտոն։ Գիտեք, հպարտության առաջից միշտ գնում է անկումը։ Երբ որ դու բաներ ես ստանում Աստծուց, որոնք քեզանից ծանր են, որոնք քեզանից մեծ են, դու վտանգի մեջ ես։ Երբ որ դու աղոթում ես Աստծուն բաների համար, որոնք քեզ չեն տրվում, թող սա մտածելու տեղիք տա քեզ եկեղեցի, որ միգուցե այս բանը ծանր է ինձանից, որը ես չեմ կարողանա տիրապետեմ, որը ես չեմ կարողանա դնեմ ճիշտ ուղղության մեջ, որը ես չեմ կարողանա դնեմ Աստծո կամքի համար, որը ես չեմ կարողանա օգտագործեմ այնպես, որ դա ինձ չկործանի։ Եվ վերջին հաշվարկով փոքր որդու կյանքի մեջ կործանում եկավ, ինքը վատնեց։ Ուզում եմ հարց տամ, ինչ սպասել նրանից, ում Աստվածաշունչը փոքր է կոչում։ Ում Տերը փոքր է կոչում։ Ինչ սպասել նրանից, ում Տերը փոքր է կոչում։ Փոքրի ձեռքին մեծ օրհնությունը դա պայթունավտանգ իրավիճակ է։ Փոքրի ձեռքերի մեջ մեծ օրհնությունը դա պայթունավտանգ իրավիճակ է։ Քանի որ չգիտեր ինչպես տնօրիներ։
իր վրա հասած հարստությունը։ Փոքր որդին վատնեց այն անառակության մեջ։ Աստվածաշունչը ասում է, որ նա գնաց հեռու երկիր։ Գիտեք, խնդիրը, որ միշտ մարդիկ ձգտում են լինել հեռու Աստծո աչքից։ Ինքը գնաց հեռու երկիր, որը որ մարդկանց աչքից հեռու էր, որը որ չէր երևում իր հոր աչքին, որի մեջ որ հեռու երկրում ինքը իր հոր տեսանելությունից եւ տեսադաշտից դուրս էր։ Փոքր որդին ձգտում էր անկախության, միշտ ապստամբ մարդկանց բնորոշ բանը դա սա է, որ ուզում են ունենան իրանց անկախությունը չենթարկվելով ոչ մեկին, չունենալով ոչ մի տիպի, ոչ մի ձևի հոգևոր հեղինակություն կամ հայրություն իրանց վրա։ Եվ այս մարդկանց կյանքի մեջ խնդիր կա, որ իրանք միշտ փախչում են այդ հոգևոր հեղինակությունից հեռու ապստամբության պատճառով։ Եվ այս մարդկանց կյանքի մեջ վտանգ կա, որ կարա գա կործանում։ Վտանգ կա, որ կարա գա կործանում, որովհետև իրանք ձգտում են անկախության, իրանք ձգտում են լինել հեռու, իրանք ուզում են փախչեն։ Գիտեք, իրականում ինչքան էլ որ ես ուզենամ փախչեմ, ինչքան էլ որ իմ ներսում եղած լինի ցանկություն փախչելու եւ իրականում եղել է իմ ներսում շատ ցանկություն փախչելու ու գնալու, ինչքան էլ որ եղել է ցանկություն, ես դա սանձել եմ։ Ենթարկացնելով ինչ որ մեկի հոգևոր իշխանությանը, որովհետև սա տանում է դեպի կործանում եկեղեցի։ Հարստությունը փոքր որդու ձեռքին եւ հեռու լինելը Աստծո աչքերից, սա պայթունավտանգ իրավիճակ է։ Հնարավոր է դու ասես, ինչ կապ ունի այս թեման ինձ հետ ընդհանրապես։ Ես փոքր չեմ, ես եկեղեցում եմ, ես տան մեջ եմ, լուրջ։ Սպասեք վերջին այս պատմության։ Գնաց եւ ստացվածքը վատնեց անառակ ապրելով, սկսեց կատարել իր սեփական ցանկությունները, իր եսը սկսեց բավարարել բոլոր այն ունեցվածքով են հարստությամբ, որ ինքը ստացել էր հորից, սկսեց բավարարել իր եսի սեփական ցանկություններին հագուրդ տալը, սկսեց ինքը հագուրդ տալ իր ցանկություններին, օրհնությունը, որը տրվեց իրան հորից, բացահայտեց իր իսկական եսը։ Երբ որ քեզ օրհնություն ա տրվում, սենց խոսքա չէ ժողովրդի մեջ, ասում են մարդուն փոխտուկ իմանաս ինքովա։ Երբ որ քեզ օրհնություն ա տրվում Աստծուց, ես ուզում եմ հարցնեմ քեզ. ինչպիսի ես ա բացահայտում այդ օրհնությունը քո մեջ։ Ինչպիսի ես ա ի հայտ գալիս քո մեջ այդ օրհնությունից։ Ինչպիսի ես ա բացահայտվում քո մեջ այդ օրհնությունից։ Արդյոք այդ օրհնությունը սկսում է պատտվել քո եսի շուրջ։ Արդյոք այդ օրհնությունը սկսում է բավարարել քո եսի ցանկությունները, քո եսակենտրոն էությունը։ Արդյոք այդ օրհնությունը սկսում է պատասխանել եւ հնարավորություն տալ քեզ մեղք գործելու։ Թե դրա մեջ դու խոնարհվում ես։ Աստված խոնարհներին շնորհք է տալիս։ Մեղքի հետ կապը միշտ ձգտում է անկախության, լինել բոլորի աչքից հեռու, որտեղ ոչ ոք քեզ չի խանգարում վատնելու այն, ինչի վրա որ դու իշխանություն չունես։ Այն ինչի վրա, ինչ որ քեզ տրվել է, ինչի վրա որ դու իշխանություն չունես դա, Աստծո նպատակներին ծառայացնելու ի վերջո դու պետք է վատնես դա, լինելով փոքր։ Այն ինչ չես կարողանում ծառայացնես Աստծուն ի վերջո վատնելու ես ծառայացնելով քո եսին կամ սատանային։ Օրհնությունը ի հայտ բերեց այն, ինչի պատճառով որ ինքը փոքր էր կոչվում։ Նրա անկարողությունը, անզորությունը եւ գերությունը մեղքին։ Օրհնությունը ի հայտ բերեց այն, ինչի պատճառով որ ինքը փոքր էր կոչվում։ Նրա անկարողությունը, անզորությունը եւ նրա գերի վիճակը մեղքին, որովհետեւ ինքը սկսեց ծառայացնել այդ միջոցները մեղքին։ 14-րդ խոսքը։ Երբ որ բոլորը հատացրեց սաստիկ սով եղավ այն երկրում եւ ինքը սկսեց չքավորվել։ Եվ գնաց այն երկրի քաղաքացիներից մեկի մոտ մտավ, ինքը սկսեց չքավորվել։ Եվ նա բատնեց բոլորը սաստիկ սով եղավ այդ երկրում։
Միշտ անառակությունը, պոռնկությունը ինքը վատնեց դա պոռնկության մեջ, Աստվածաշունչը ասում է, որ ինքը անառակ կյանքով ապրեց եւ վատնեց դա։ Միշտ անառակությունը, պոռնկությունը իր այդ բերում է սով, իր այդ բերում է մահ, իր այդ բերում է աղքատություն եւ չքավորություն։ Եվ արձակում է նման դևեր, ժողովուրդ, արձակում է նման դևեր, միշտ անառակությունը եւ պոռնկությունը արձակում է հիվանդության ոգիներ։ Հիվանդության ոգիներ մարդու կյանքի մեջ, բռնվածություններ մարդու կյանքի մեջ, որոնց պատճառով մարդը չի կարողանում այլևս ճեղքում ունենալ, դուրս գալ դրանից։ Ադամի մեղքը անեծք բերեց երկրի վրա, մահ բերեց, մեղքի վարձքը դա մահն է, անառակ որդու մեղքը, փոքր որդու մեղքը սով բերեց այդ երկրի մեջ, չքավորություն բերեց եւ մահ բերեց։ Մեղքի վարձքը միշտ մահն է։ 15 խոսքում ասում է. Եվ գնաց այն երկրի քաղաքացիներից մեկի մոտ մտավ եւ նա նրան ուղարկեց իր հանդը, որ խոզ արածացնե։ Եվ նա ցանկանում էր իր փորը լցնել այն եղջյուրներով, որ խոզերը ուտում են, բայց ոչ ով չէր տալիս նրան։ Նա սկսեց արածացնել ինչ որ մեկի խոզերը։ Տեսեք, սով եղավ այդ երկրի մեջ, բայց սովի մեջ կար ինչ որ մեկը, որ օրհնված էր։ Այս պատմությունը, երբ որ ես լսել եմ շատ անգամներ, գիտեք, միշտ սենց ասեմ էլի, միշտ այս պատմության մեջ վատ բնորոշումներ են տալիս խոզերին, միշտ այս պատմության մեջ ասում են, որ մեծ եղբայրը դա օրենքն է, միշտ այս պատմության մեջ ինչ որ կերպ անցնում են լրիվ այս խոսքերի վրայով եւ արդարացում են տալիս մի անգամից փոքր որդուն եւ մեծին ուղակի ջնջում են պատմությունից։ Մենք դեռ կտեսնենք ինչ եղավ մեծի հետ։ Եվ իրականում այն ինչ որ կա այս պատմության մեջ, այն ինչը որ խոսում է իմ սրտի հետ այս պատմության մեջ, դա հենց խոզերին է վերաբերվում, ժողովուրդ։ Ոչ թե ես խոզի մի սիրում եմ դրա համար, այլ ուղղակի։ Կար մի մարդ, ով կերակուր ուներ սովի ժամանակ։ Կար մի մարդ, ով օրհնված էր սովի ժամանակ։ Մի ձանձրացեք, ես չեմ ուզում ուղակի գոռամ, ես ուզում եմ մենք ուսուցողական շարժվենք, որովհետև ստե մեծ դաս կա։ Կար մի մարդ, ով օրհնված էր այս պատմության մեջ, ով ուներ ունեցվածք, ով ուներ այն ինչի մեջ, որ անառակ որդին գտավ իր պատասխանը։ Իր կարիքի պատասխանը, իր կարիքը այդ տվյալ ժամանակահատվածում իր փորը կշտացնելն էր։ Եվ ինքը իրականում փոքր լինելով անգամ չէր կարողանում վաստակել իր սեփական կուշտ լինելու համար, որովհետև գրված է, որ նա ուզում էր կշտանալ, բայց նրան ոչ մեկ չէր տալիս, նա ցանկություն ուներ, նա հազիվ իր վաստակով, իր աշխատածով կարողանում էր կիսակուշտ վիճակ ապահովել իր համար։ Մի աստծո մարդ, ով եղել էր նախկինում եղել ինչ որ տենց բանդայի պարագլուխ, ինքը ասում է, որ երբ որ ասում է, ես ապաշխարեցի եկա Տիրոջը եւ սկսեցի աշխատել, իմ առաջի աշխատավարձը ասում է ավելի քիչ էր, գումարով ավելի քիչ էր, քան կներեք իմ հագի ներքնազգեստը։ Իմ հագի ներքնազգեստը ավելի թանկ էր, ասում է, քան իմ ստացած առաջի աշխատավարձը։ Իր սեփական ուժերով փոքր որդին հազիվ կարողանում էր կիսակուշտ վիճակ ապահովել իր համար։ Այնինչ վատնեց հոր ունեցվածքը անառակության մեջ, այնինչ վատնեց հորից տրված ստացվածքը, հորից տրված ապրանքը, հորից տրված ապրուստը, ինքը վատնեց։ Ինքը գին վճարելով հազիվ կարողանում էր կիսակուշտ մնալ։ 17-րդ խոսքը։ Եվ ինքը իրեն գալով ասեց. քանի վարձկաններ ունի իմ հայրը հացով լցված, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Անառակ որդին ինքը իրան եկավ։ Փոքր որդին ինքը իրան եկավ։ Իմ սրտի ցանկությունն է եկեղեցի բոլոր նրանց համար, ովքեր որ փոքր են, հոգևորապես փոքր են, որոնց Աստվածաշունչը փոքր է համարում, իմ սրտի ցանկությունն է, որ այդ փոքր մարդիկ մի օր ավելի շուտ իրանց զգան։ Հասկանալու համար այն իրավիճակը, որի մեջ իրանք հայտնվել են, իրանց իսկ սեփական մեղքի պատճառով։ Հասկանալու այն իրավիճակը, որի մեջ իրանք հայտնվել են սխալ տնօրինելու պատճառով օրհնությունը, որի մեջ իրանք հայտնվել են օրհնությունը վատնելու պատճառով, որի մեջ իրանք հայտնվել են հոր
ողորմությունը վատնելու պատճառով։ Ուզենք չուզենք, երբ որ մենք գալիս ենք Աստծուն, մենք ապաշխարում ենք գալիս ենք եկեղեցի, մենք բոլորս ենք վատնում հոր ողորմությունը եկեղեցի։ Մենք բոլորս ենք վատնում հորից տրված մեզ օրհնությունը։ Ինչ է օրհնությունը։ Օրհնությունը դա ինչ որ մեկի համար փրկությունն է։ Ինչ որ մեկի համար վերստին ծնունդն է։ Ինչ որ մեկի համար ազատագրությունն է։ Դա օրհնություն է, դա անեծք չի եկեղեցի։ Եվ երբ որ մարդը որ գալիս է Աստծուն եւ շարունակաբար մեղք է գործում, ինքը սկսում է վատնել հոր կողմից իրան տրված փրկությունը, հոր կողմից իրան տրված ազատությունը, հոր կողմից իրան տրված ներումը, ինքը սկսում է վատնել, ինքը սկսում է վատնել, ինքը սկսում է վատնել, չհասկանալով եւ չգնահատելով դրա գինը։ Երբ որ ինքը իրան եկավ վերջապես, ինքը սկսեց հասկանալ այն բաների գինը, որ տվել էր հայրը իրան։ Եվ դա մենք տեսնում ենք 17-ից խոսքում, որ ասում է, ինչքան վարձկաններ ունի իմ հայրը հացով լցված, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Հացի լիություն կար իր հոր վարձկանների մոտ։ Այն ինչ որ ինքը ձգտում էր կուշտ վիճակի։ Ինքը ձգտում էր գտնվել եկեղեցում։ Ինքը ձգտում էր լինել հոր առատության մեջ։ Ինքը ձգտում էր հայտնվել հոր հոգևոր իշխանության տակ։ Ինքը ձգտում էր հայտնվել հոր առատաձեռնության զոնայում։ Ինքը ձգտում էր հայտնվել, լինել նման կարգավիճակում, որպես թե վարձկան, բայց ունենալ կուշտ վիճակ, լինել կուշտ։ Շատերը, որ նահանջել են, որ գնացել են, ընդհանրապես կապ չունի այս եկեղեցուց, ինչ որ մի եկեղեցուց գնացել են, նահանջել են, ապստամբելով իրանց հովիվների դեմ, նահանջել են Աստծուց ընդհանրապես, բոլոր այդ մարդիկ մի օր իրանք գալով հայտնաբերում են, որ իրանք սոված են։ Եվ կարիք ունեն կուշտ վիճակի, չկարողանալով դա բնորոշել, չկարողանալով դա բնութագրել, իրանք ձգտում են լինեն կուշտ եկեղեցի եւ պատրաստ են գինը վճարեն կուշտ լինելու համար, որովհետեւ ասում է, ինչքան վարձկաններ ունի իմ հայրը, որոնք հացի լեցունություն ունեն, վերջապես որդին, որ վատնեց ամբողջությամբ եւ այդ ամբողջ ժամանակի մեջ ինքը հեռու էր հոր աչքից, ինքը իրան գալով հասկացավ, որ այն օրհնությունը, որ տրվեց իրան հորից, ինքը կարիք ուներ վճարեր դրա համար։ Այն օրհնությունը, որ տրվեց իրան հորից, ինքը կարիք ուներ ձեռք բերեր դա դրա համար գին վճարելով, որովհետև եթե ինքը դա ձեռք բերեր գին վճարելով, ինքը երբեք դա չէր վատնի։ Ինքը երբեք դա չէր վատնի։ Ես ուզում եմ, որ մենք աճենք։ 18 խոսքը։ Վեր կենամ գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ, հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջին։ Ապաշխարություն տեղի ունեցավ այս տղու մոտ։ Ինքը սկսեց ապաշխարել։ Իմ աղոթքն է, որ իրավիճակները մեզ մղեն ապաշխարության։ Իրավիճակները մեզ մղեն ապաշխարության։ Գիտես, եթե դու եկել ես Աստծուն, դու ծառայում ես Աստծուն, ամեն բան լավ է։ Տերը օրհնում է, Տիրոջ ներկայությունը քո հետ է։ Բայց շարունակում ես ժամանակ առ ժամանակ մի ոտքով լնել աշխարհում եւ մեղքեր գործել։ Ես ուզում եմ, որ դու ինքդ քեզ գաս եւ իրավիճակները քեզ մղեն ապաշխարության։ Եվ իմ աղոթքն է, որ քո կյանքի մեջ նեղություն գա, որպեսզի դու մղվես ապաշխարության։ Նեղություն, որը քեզ կմղի ապաշխարության։ Նեղություն, որը քեզ կհրի դեպի Աստծո ներկայությունը, նեղություն, որը քեզ կտանի Աստծո ներկայության մեջ, որը քեզ կստիպի, որ դու փնտրես հոր երեսը։ Անառակ որդուն իր նեղությունները ստիպեցին, որ ինքը փնտրի իր հոր երեսը, որ ինքը փնտրի իր հոր տուն գնալու ճանապարհը, որ ինքը փնտրի, ինքը սկսեց ապաշխարել իր սրտի մեջ, ինչ որ բան կոտրվեց, ինքնավստահությունը կոտրվեց, ինքը բացահայտվեց խոզերի մոտ։ Բացահայտվեց իր իսկական եսը, բացահայտվեց խոզերի մոտ, որ այն ինչ որ ինքը անում էր, վատնելով հոր կողմից տրված իր օրհնությունը, ինքը հայտնվեց խոզերի մոտ եւ հայտնաբերեց, որ ինքը չի կարողանում անգամ մի կուշտ փորի հաց ուտելու վաստակել, գումար վաստակել, չափով վաստակ ունենալ։ Ինքը հայտնաբերեց դա։ Եվ սա իր ամոթը եւ սա իր խայտառակությունն էր։ Եվ այս իրավիճակը իրան մղեց դեպի Աստծո ներկայությունը, որպեսզի ինքը ապաշխարի, որպեսզի ինքը ետ դառնա հոր տուն։ 19 խոսքը, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ քո
վարձկանների մեկի պես արա։ Արժանի չեմ կոչվեմ քո որդին։ Մենք միշտ այս հարցին գերազանցիկ պատասխանում ենք, ով եմ ես Աստծո որդի եմ։ Բայց ինձ թվում է, որ եղել է ձեզ այդ նման բան, ինձ հետ շատ է եղել։ Երբ որ ես նոր էի ապաշխարել ու դեռ մոտավորապես 16, 17, 15, ես 14-ում եմ ապաշխարել։ Երբ որ այս տարիների մեջ էի, ես շատ էի դպրոց, երիտասարդական հարցեր, ցանկություններ եւ միշտ ես տարբեր տեսակի պատմությունների մեջ էի, արկածների մեջ էի, որոնք ես գիտեի ու որոնք Տերը գիտեր եւ գիտեք եկեղեցի, միշտ գալով եկեղեցի, միշտ գալով Աստծո տուն, միշտ գալով Աստծո ներկայության մեջ ես ամաչում էի այստեղ։ Ամաչում էի, որ մեղք եմ գործել ու եկել եմ Աստծո ներկայության մեջ։ Ես ամաչում էի։ Ամաչում էի, որ մեղք եմ գործել ու եկել եմ Աստծո ներկայության մեջ։ Ես պետք է խոսամ Աստծո հետ։ Ես ամաչում եմ, Տեր, քո աչքերի մեջ նայեմ, ես ամաչում եմ։ Ես ամաչում եմ։ Ես ամոթի զգացողություն էի ունենում։ Ես ամոթի խորը զգացողություն էի ունենում ու նման իրավիճակում շատերը մարդիկ, ովքեր որ ես լսել եմ ու իրանք են դա վկայել, երբ որ մեղք են գործել, իրանք փախել են Աստծո ներկայությունից, չեն ուզեցել գան եկեղեցի, բայց երբ որ անգամ դու մեղք ես գործում, քո համար փրկությունը Աստծո տան մեջ է, քո համար փրկությունը եկեղեցում է, Աստծո ներկայության մեջ է։ 20-րդ խոսքը։ Վեր կացավ եկավ իր հոր մոտ եւ դեռ որ նա հեռու էր, հայրը տեսավ նրան եւ գութը շարժեց եւ վազեց նրա վզովը ընկավ եւ համբուրեց նրան։ Այո, իրականում հայրը սպասում էր իր որդուն, որովհետև հայրը ճանաչում էր իր որդուն, հայրը գիտեր իր որդուն, հայրը գիտեր, որ այն ողորմությունը, որ արվեց իր որդուն, այն օրհնությունը, որ արվեց իր որդուն, իր որդին իզորու չի այդ օրհնության կշիռը տանել։ Հայրը գիտեր, որ իր որդին պետքա վատներ այդ ֆինանսները, հայրը գիտեր, որ իր որդին պետքա մեղքերի մեջ ընկներ, հայրը գիտեր, որ իր որդին պետքա մանգար ակումբներով, հայրը գիտեր, որ իր որդին այդ գումարների հետ, այդ ստացվածքի հետ պետք անի ամենավատ բաները, ամենաանատակից ընկած բաները։ Իր որդին պետքա ծբխի, պետքա վատնի, պետքա փչացնի այդ օրհնությունները, պետքա այդ փողերը սխալ ծախսի, հայրը դա գիտեր։ Հայրը դա գիտեր եկեղեցի։ Եվ հայրը տվեց դա, որովհետև հայրը ողորմած էր։ Եվ գրված է, երբ որ հայրը տեսավ նրան հեռվից, հոր գութը շարժվեց, հոր մոտ գործեց նույն ողորմությունը, երբ որ ողորմություն արվեց որդուն տալով իր ունեցվածքից, հոր մոտ գործեց նույն ողորմությունը, ինքը տեսավ իր որդուն եւ գրված է, իր գութը շարժվեց։ Իր սրտի մեջ ողորմություն առաջացավ որդու նկատմամբ, իր սրտի մեջ գթություն առաջացավ որդու նկատմամբ, իր սիրտը շարժվեց իր ներսում, երբ որ տեսավ իր որդուն, ինքը սպասում էր, ինքը գիտեր, որ այդ օրը ուշ թե շուտ պետքա գա։ Վազեց վզովը ընկավ եւ համբուրեց նրան, արժանացրեց պատվի իր որդուն, համբուրեց իր որդուն, համբույր տվեց իր որդուն։ Հայրը նույնն է եւ հայրը չի փոխվել իրականում։ 21 խոսքում որդին ասեց նրան. հայր, մեղանչեցի երկնքին եմ եւ քո առաջին այլևս չեմ արժանի քո որդին կոչվելու։ Ապաշխարեց փոքր որդին եկեղեցի, բայց 22 խոսքում լավ բան ասում. առաջի պատմուճանը հանեք, հագցրեք նրան, մատանի դրեք նրա ձեռքին եւ կոշիկներ նրա ոտներին, մսացու եզը բերեք մորթենք եւ ուտենք, ուրախ լինենք, որ այսին որդին մեռած էր, կենթանացավ, կորած էր, գտնվեց եւ սկսեցին զվարճանալ։ Մինչև 24-րդ խոսքը։ Փոքր որդին, երբ որ սկսեց ապաշխարել, հայրը անգամ չուզեց լսի դա։ Հայրը չուզեց դա լսի եկեղեցի։ Հայրը դա չուզեց լսի։ Ոչ թե հայրը չընդունեց որդու ապաշխարությունը, այլ հայրը ուղղակի դա չուզեց լսի, որովհետև երբ որ տեսավ հայրը իր որդուն հեռվից գալուց, հայրը տեսավ իր որդուն վրա հասած թշվառությունը։ Հայրը տեսավ իր որդու ծակ հանդերձները, հայրը տեսավ իր որդու քրքրված հանդերձները, հայրը տեսավ իր որդու անօթևան վիճակը, հայրը տեսավ իր որդու կոտրված վիճակը, հայրը տեսավ իր որդու սիրտը, որ այլևս այս տղու սիրտը այն չի, որ մի ժամանակ հանդգնում էր եւ հպարտությամբ ասում էր՝ «Տուր ինձ քո ունեցվածքից»։
Եվ հպարտությամբ ասում էր՝ «Տուր ինչը որ ինձ բաժինը հասնեմ», չունենալով վաստակ դրա մեջ, չունենալով ներդրած լումա դրա մեջ, հայրը տեսավ, որ այս տղու սիրտը փոխվել է արդեն։ Եվ դրա համար հայրը չուզեցավ լսի։ Ընդհանրապես չուզեցավ լսի որդու խոսքերը։ Գիտեք, շատ ժամանակ իրական տենց է։ Մենք սկսում ենք արթանալ Աստծո առաջ, բայց Աստված չի էլ ուզում լսի մեզ, որովհետև ապաշխարությունը դա երևացող բան է։ Ապաշխարությունը իր այդ պտուղներ ունի, դա երևացող բան է։ Հնարավոր է դու չասես դա բառերով, բայց քո կյանքը դա ցույց տա։ Հնարավոր է դու չարտահայտես դա բառերով, բայց քո կյանքը, քո ապրելակերպը դա ցույց տա։ Դու պտուղներ բերես ապաշխարության արժանի։ Եվ այս տղու կյանքի մեջ պտուղներ երևաց ապաշխարության արժանի։ Եվ հայրը ներեց, հայրը ընդունեց։ Հայրը հանել տվեց հին պատմուճանը։ Առաջի պատմուճանը հանեցեք եւ հագցրեք նրան։ Հայրը հին պատմուճանը հանեց, մեղքի, անօրենության, ճղված, կեղտոտ եւ գարշահոտ հանդերձները հանեց եւ հագցրեց նորը, արդարության, փրկության, մաքրության։ Հայրը վերականգնեց նրան իր կարգավիճակի մեջ որպես որդի, որը նա կորցրել էր մեղքի մեջ։ Երբ որ նրան տրվեց հանդերձներ, Եսայա 61:10 կուզեմ կարդանք, որը հանդերձների մասին է խոսում։ Ես ուրախությամբ պիտի ուրախանամ Տերով, իմ անձը պիտի խնդա իմ Աստծով, որովհետև նա ինձ փրկության հանդերձներ հագցրեց, արդարության պատմուճան գցեց ինձ վրա, ինչպես մի փեսա, որ դնում է իր խոյրը, մի հարսի պես, որ զարդարվում է իր զարդերով։ Հայրը հագցրեց արդարության հանդերձներ որդուն եւ վերականգնվեց որդու կարգավիճակը, փոքր որդու մոտ, որ ինքը կորցրել էր մեղքերի մեջ, հայրը վերականգնեց այդ կարգավիճակը։ Դրեց նրա մատին մատանի, որը նշանակում է իշխանություն, որը նշանակում է պատկանելիություն ընտանիքին եւ որը նշանակում է հոր անունից գործելու իրավունք։ Պատկանելիություն ընտանիքին, հոր անունից գործելու իրավունք։ Հայրը վերականգնեց որդեգրությունը փոքր որդու կյանքի մեջ եւ երբ որ ինքը վերականգնեց, հայրը վերականգնեց փոքր որդու կյանքում որդեգրությունը, փոքր որդին այլևս դարձավ ժառանգորդ։ Փոքր որդին դարձավ ժառանգ եկեղեցի։ Հոր անունից գործելու իրավունք տվեց։ Ծննդոց 41-42 չեմ ուզում բացեմ, դա այնտեղն է, երբ որ փարավոնը իր մատանին տալիս է Հովսեփին։ Եվ փարավոնը Հովսեփին իշխանություն տվեց ամբողջ Եգիպտոսի երկրում գործելու համար։ Միայն մի բան, որը փարավոնը դրեց արգելք, դա իր կինն էր։ Մնացած ամեն բոլոր բաների վրա Հովսեփին իշխանություն տրվեց, երբ որ մատանի դրվեց փոքրի ձեռքին, իշխանություն տրվեց իր ամբողջ ունեցվածքի վրա, հայրը իշխանություն տվեց փոքրին, իշխանություն տվեց, որդեգրություն տվեց, ժառանգորդ դարձրեց։ Հռոմեացիներ 8:17-ն ասում, որ մենք որդի ենք եւ մենք ժառանգորդ ենք։ Եթե որդիներ ենք, ուրեմն նաեւ ժառանգորդներ ենք։ Եվ նա որդի դարձավ, իսկական իրավունքով, հոր կողմից տրված իրավունքով։ Երրորդ բանը հայրը կոշիկներ հագցրեց նրան։ Այն ժամանակները, որի մեջ ապրում էին այս մարդիկ, եւ ընդհանրապես հին ժամանակներում իրանց տերերի տներում ոտաբոբիկ քայլում էին ծառաները, ստրուկները, ովքեր որ կապված էին, ովքեր որ ծառա էին, բայց նրանք, ովքեր որ կոշիկներով էին քայլում, դա խոսում էր, որ նրանք ազատ են, դա խոսում էր, որ նրանք որդի են։ Հայրը ազատություն տվեց որդուն։ Չորրորդ բանը, որ արեց, մորթեց պարարտ եզը եւ սկսեցին խնջույք անել։ Ընդհանրապես միշտ պարարտ եզը պատրաստվում էր այն իրավիճակների համար, որտեղ մեծ տոնակատարություն ու խնջույք պետք է լիներ, որտեղ հարսանիք պետք է լիներ, որտեղ մեծ ուրախություն պետք է լիներ։ Այսինքն պատրաստված պարարտ եզը, որ հայրը պատրաստել էր, մորթեց, եւ ես վստահ եմ, որ հայրը պատրաստել էր այդ եզը հենց որդու վերադարձի համար, որովհետեւ հայրը սպասում էր որդու վերադարձին։ Եվ դա մեծ, շատ մեծ տոնախմբություն էր, դա մեծ իրադարձություն էր, դա մեծ ուրախություն էր հոր սրտի համար, որ իր որդին հետ եկավ, որ իր որդին վերադարձավ։ Ուզում եմ շարունակենք 25-րդ խոսքում ասում է նրա մեծ որդին հանդում էր եւ երբ որ եկավ տանը մոտեցավ, երգերի եւ պար գալու ձայնը լսեց։
Ծառաներից մեկին կանչեց իր մոտ եւ հարցնում էր, թե այդ ինչ է, նա էլ ասեց նրան, թե եղբայրդ եկել է եւ քո հայրը մսացու ես զմորթեց, որովհետեւ ողջ եւ առողջ ընդունեց նրան եւ նա բարկացավ եւ չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս եկավ, աղաչում էր նրան։ Երբ որ եկավ ավագ որդին եւ իմացավ, որ իր փոքր եղբայրը եկել է, իմացավ ոնց է հայրը ընդունելություն կազմակերպել փոքր եղբոր համար, ինքը գրված է, որ բարկացավ։ Ինքը գրված է, որ ջղայնացավ։ Ուզում եմ հարց տամ ստաժավոր հավատացյալներին։ Եղել է ձեզ հետ, որ դուք բարկանաք, երբ որ տենաք, որ Տերը օրհնում օրեկներին։ Կարաք անկեղծ լինեք ձեր սրտի մեջ։ Օրինակ իմ սրտի մեջ ես միտքան տեղ եմ ասել սա։ Միշտ բարկություն ա եղել մի բանի ուղղությամբ։ Ես միշտ աղոթել եմ, ասել եմ Տեր, բաներ, որոնք կա իմ կյանքի մեջ, որոնք ես գիտեմ եւ դու գիտես, որ ես կարիք ունեմ ազատագրություն ունենամ այդ բաներից։ Ինձ ազատագրություն տու, ինձ ազատագրի այդ դևից։ Այն դևից ազատագրի, այն դևից, այն անեցքից, այն զոհասեղանը, որ դեմ է խոսում ինձ, իմ հայրերից եկող, թող քանդվի, թող այդ դևերից ազատագրություն գա։ Ու իրականում ժողովուրդ, ես իմ մոտ կարծրատիպ ա եղել, միշտ որ ազատագրությունը նման է, ոնց որ քույրերից շատերի մոտ։ Սղրտալով, թափ անելով։ Ես նման բան տեսել եմ, երբ որ հնդուրժ կին առանց մեշոկ կողելու մորթում են։ Եվ ինքը վազում է ամբողջ հայաթով մեկ։ Ու ոչ մեկ չի կարան պահի իրան։ Ես չեմ համեմատում ձեզ քույրեր ջան։ Ես ձեզ չեմ համեմատում։ Նման իրավիճակ կա, որ չես կարան բռնես։ Չես կարան բռնես։ Նման իրավիճակ տեսեմ, երբ որ փոքր խոզեր են եղել, որոնց իմ հայրը բռնել ու փորձել է մորթի։ Չէ, անկեղծ ես չեմ համեմատում, իրականում ես չեմ համեմատում։ Ինձ համար դա իլյուստրացիա է եղել ուղղակի, որ Արմեն ախպեր հաստատի, երբ որ բուգը ծակում ես, ինքը սկսում է վազել ես կոմենկոմ։ Սկսում է վազել ես կոմենկոմ։ Եվ իմ մոտ կարծրատիպ ա եղել, որ ես թենց պետք է ազատագրվեմ։ Խի չեմ ես էլ թենց ազատագրվում Տեր, խի չի մետ այդ ձև մանելնում, խի չի սենց ելնում ու ժողովուրդ անարդար այս կյանքը։ Մարդիկ, որ եկել են եկեղեցի, քույրերը բաց են, չէ, ամեն ինչ հեշտ ու շուտ են ընդունում։ Եկել են եկեղեցի, մի կիրակ եկել եկեղեցի, հաջորդ կիրակի դևերից ազատագրվել է արդեն։ Եվ իմ մոտ սա բարկությունը առաջացրել։ Իմ մոտ սա բարկությունը առաջացրել։ Իմ մոտ սա բարկությունը առաջացրել, որ այդ փոքրին Տերը ազատագրում է, ինձ չէ։ Կարաք անկեղծ լինեք ձեզ հետ։ Իմ մոտ սա բարկությունը առաջացրել, Տեր, խի այս մարդը ազատագրվում, ես չէ։ Խի այս մարդու հետ ըլնեմ այդ բանը, ես չէ, ես դաժե գիտեմ էլի, չի էլ աղոթել այդ մարդը դրա համար, որովհետև ինչ աղոթի, նոր ապաշխա է, հաջորդ շաբաթ ազատագրվում է, հասկի չգիտի իր մեջ դև կա թե չէ, բայց արդեն ազատագրվում է։ Իմ մեջ սա բարկություն է առաջացրել, իրականում բարկություն, նեղվածություն Աստծո վրա, նեղվածություն հովի վրա, ասել եմ ես գնալու եմ, վсё։ Երբ որ մեծ որդին եկավ տուն, ժողովուրդ, եկեք ուշադրություն դարձնենք այս պատմությանը, որ թե փոքրը, թե մեծը հոր տնից դուրս էին։ Ոչ մեկ հոր տան մեջ չէր։ Փոքրը հոր տան մեջ չէր, մեծը հոր տան մեջ չէր։ Մեծը դաշտերում էր, աշխատում էր, փոքրը գուլյատ էր անում, ֆրֆռում էր։ Ոչ մեկ հոր ներկայության մեջ չէր, ոչ մեկ հոր տան մեջ չէր։ Եվ ես ուզում եմ մենք ուշադրություն դարձնենք հոր սրտի վերաբերմունքը ավագ որդուն։ Միշտ ես ասեմ նորից, ավագ որդուն մենք այս պատմության մեջ որպես չորտ ենք դիտարկում, բայց իրականում ստեղ ուրիշ բան կա։ Եվ նա բարկացավ, չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս եկավ, աղաչում էր նրան։ Հայրը խնդրում էր մեծ որդուն։ Հայրը երբեք չխնդրեց փոքր որդուն ոչ մի բան։
Հայրը երբեք չխնդրեց, երբեք խնդրանքով ի հայտ չեկավ, երբեք աղաչանքով ի հայտ չեկավ փոքր որդու։ Իմիջայոց ասեմ այդ հարցի մեջ լուծվել է ժողովուրդ ջան, որ բան չմնա լույս գցեմ այդ պատմության վրա, այդ հարցի մեջ լուծվել է փառք Տիրոջը։ Սկսեց աղաչել հայրը մեծ որդուն։ Երբ որ սկսեց աղաչել, ինքը սկսեց խնդրել, հայրը վերաբերվում էր մեծ որդուն որպես թե հավասարը հավասարին։ Հայրը չհրամայեց որդուն, չնայած որ ուներ այդ իշխանությունը։ Հայրը չկարգադրեց որդուն, հայրը ուրիշ կերպ չխոսած որդու հետ, հայրը կոպիտ չխոսած որդու հետ, հայրը սկսեց խնդրել մեծ որդուն, որպեսզի մեծ որդին ներս մտնի, որպեսզի մեծ որդին տուն մտնի։ Հայրը սկսեց խնդրել, նայելով նրան հավասարը հավասարին։ Եվ Աստծո խոսքը, երբ որ մենք կարդում ենք շարունակությունը, լավ բան է ասում։ Ահա այսքան տարի քեզ ծառայում եմ քո պատվերից, երբեք դուրս չեմ եկել, բայց ինձ երբեք մի ուլ չտվեցիր, իմ բարեկամների հետ ուրախ լինեի։ Ավագ որդու սրտի մեջ հպարտությունը, որը կար իր սրտի մեջ, ավագ որդու սրտի մեջ հպարտությունը թույլ չէր տալիս իրան, այն հպարտությունը, որ ուներ, թույլ չէր տալիս իրան, որ ինքը վարվի տան մեջ որպես որդի։ Նրա մտքի կարծրատիպի մեջ կար տպված կարծրատիպ ամրություն, որ ինքը պետք է այդ տանը աշխատեր, որպեսզի իրան մի ուլ տրվեր։ Ինքը մտածում էր, որ ինքը այդ տանը վարձկաններից մեկի պես է։ Եթե փոքր որդին եկավ եզրակացության, որ իրան կարիք ունի գնալու եւ վարձկանի պես աշխատի իր հոր մոտ, ավագ որդին ի սկզբանե ուներ վարձկանի մտածելակերպ, եւ սա է պատճառը, որ ավագ որդին ոչինչ չարեց իրան տրված ունեցվածքի հետ։ Ոչինչ չարեց։ Հայրը բաժանեց նրանց մեջ, Աստծո խոսքը հոգնակի ասում, բաժանեց նրանց մեջ իր ունեցվածքը, բայց ավագ որդին ոչինչ չարեց դրա հետ, որովհետև ավագ որդին կարծում էր, թե ինքը իշխանություն չունի դրա հետ վարվելու, բայց ով հենց ավագ որդին ուներ իշխանություն վարվելու դրա հետ, որովհետև հայրը ասում է շարունակության մեջ, որ երբ որ քո որդին եկավ ստացված կպորնիկների հետ, կերավ մսացու եզը մորթեց իր համար, նա էլ ասեց նրան, որդյակ, դու ամեն ժամանակ ինձ հետ ես, եւ ամեն ինչ որ իմն է, քոնն է։ Հայրը իշխանություն էր տվել մեծ որդուն իր ամբողջ ստացվածքի վրա, որը չէր տրվել փոքրին։ Հայրը հնարավորություն էր տվել մեծ որդուն տնորինելու, հայրը ասում է, ինչ որ իմն է, քոնն է, դու միշտ ինձ հետ ես։ Հայրը գնահատում է ավագ որդու հավատարմությունը, իրան հավասար դնելով ավագ որդուն, իր ունեցվածքի վրա։ Եվ ավագ որդին իրականում կարիք չուներ աշխատելու հոր տան մեջ, որպեսի մի ուլ ստանա, ավագ որդին դա ուներ, դա իր իշխանության մեջ էր։ Այն ինչի կարիք, որ ավագ որդին ուներ, որը նա այդպես էլ չհասկացավ, հոր սերն էր եւ հոր ողորմությունը, որը ինքը չհասկացավ իր եղբոր նկատմամբ։ Երբեք այս պատմության մեջ մենք չենք տեսնի, որ ավագ որդին գնար իր կորած եղբոր հետևից։ Երբեք մենք չենք տեսնում այս պատմության մեջ, որ ավագ որդին զոհ աներ իր կորած եղբոր համար, ծոմ պահեր իր կորած եղբոր համար, աղոթեր իր կորած եղբոր համար, ինչ որ բան աներ, որ կշարժեր հոր սիրտը իր եղբոր ուղղությամբ։ Երբեք մենք սա չենք տեսնում, բայց ավագ որդու մեջ կարծրացած եւ ամրացած էր հոգեբանություն ծառայի։ Մենք որդեգրության հոգին չառանք, ասում է Աստծո խոսքը, որ դարձյալ վախենանք, ծառայության հոգին չառանք, որ դարձյալ վախենանք, մենք որդեգրության հոգին առանք, որով աղաղակում ենք Աբա Հայր։ Ինքը գտնվում էր անլիարժեքության մեջ եւ իր հպարտության պատճառով երբեք չկարողացավ խոնարհվել հոր առաջ եւ խոստովանել իր սրտի մեջ եղած խնդիրը։ Երբեք հայրը չէր խնայի մի ուլը իր համար։ Հայրը երբեք չէր խնայի իր ունեցվածքը իր համար, ավագ որդու համար։ Հայրը երբեք չէր խնայի եկեղեցի։ Հայրը երբեք չէր խնայի։ Գիտեք, ինչքան էլ ընդունվեց փոքր որդին, ես վերջացնում եմ, ինչքան էլ ընդունվեց փոքր որդին հոր կողմից, ուշադրություն դարձրեք, փոքր որդին երբեք չլսեց իր հասցեին, դու միշտ ինձ հետ ես, ինչ որ իմն է, քոնն է։ Երբեք նա չլսեց դա, հայրը երբեք չարժանացրեց փոքր որդուն իրականում այն կարգավիճակին, ինչին որ արժանացրեց ավագ որդուն։ Երբեք հայրը դա չարժանացրեց։ Երբ որ մարդիկ ընդհանրապես գնում են, նահանջում են, մեղքերի մեջ են ընկնում, գնում են աշխարհ
հետո հետ են գալիս, մենք ունենք սենց օրինակներ տարբեր մարդիկ, հետո հետ են գալիս եւ ուզում են վերականգնվեն եկեղեցիում այն կարգավիճակի մեջ, որ իրանք ունեցել են, վերականգնվեն եկեղեցիում հավասար ըլնելով այն ավակի հետ, որ 100 տարի եկեղեցիում ա եղել եւ հավատարիմ ա եղել եկեղեցիում, մարդկանց այդ հնարավորությունը չի տրվում այլևս։ Դա պահանջում է կրկնակի գին, որը ինչպես կյանքը ցույց է տալիս, չեն վճարում մարդիկ։ Չեն վճարում մարդիկ։ Հայրը հավասար է հավասարին դրեց։ Եվ ամենացավալի փաստը այս պատմության մեջ կարդանք վերջի խոսքը 32-ը։ Ուրախ լինել եւ խնդալ էր պետք, որ այս քո եղբայրը մեռած էր եւ կենթանացավ, կորած էր եւ գտնվեց։ Ոչ մի տեղ Աստվածաշնչը անառակ որդու պատմությունը ընդհանրապես նման ծավալուն կերպով եւ པարզ գրված է միայն Ղուկաս ավետարանում։ Եվ այլևս ոչ մի տեղ Աստվածաշնչը նման ձևով չի հիշատակվում այս պատմությունը եւ ոչ մի տեղ այլևս Աստվածաշնչը մենք չենք հանդիպում, թե արդյոք ավագ որդին մտավ հոր ուրախության մեջ թե չէ։ Եվ սա ամենացավալին է եկեղեցի։ Եվ սա ամենացավալի փաստն է, եւ սա ամենավատն է ավագ որդու մեջ։ Ավագ որդու սրտի մեջ իր սրտի խստությունը, իր հպարտությունը ոչ մի տեղ Աստվածաշունչը չի ասում, թե արդյոք ինքը մտավ եւ իրականում չմտավ էլ ինքը հոր ուրախության մեջ։ Ինքը չմտավ հոր ուրախության մեջ։ Այն ինչ որ ինքը փորձում էր անել, ինքը փորձում էր վարձքի արժանանալ։ Ինքը փորձում էր վարձատրություն եւ դրա համար ինքը աշխատում էր։ Երբ որ իր եղբայրը վերադարձավ, փոխարենը որ իր հոր հետ սպասեր իր եղբոր վերադարձին, ինքը աշխատում էր։ Ինքը տարված էր ուրիշ բաներով, ինքը տարված էր ուրիշ զբաղմունքներով, ինքը կառուցում էր իր կարիերան, ինքը կառուցում էր իր մտքերի, իր սրտի ամրոցները, իր նպատակներն էր իրագործում, փոխարենը լիներ հոր կողքին, հոր թևերը բարձրացներ, հորը մխիթարեր, հոր սիրտը մխիթարեր իր կորած եղբոր համար, փոխարենը գնար իր կորած եղբոր հետևից։ Նրանք եղբայրներ էին, նրանք երկուսը եղբայրներ էին։ Եվ իրական սա ցավալի է, որ նա չմտավ հոր ուրախության մեջ։ Եվ ես ուզում եմ կարդամ Հակոբոս 4:6-ը։ Բայց ավելի շնորհք է տալիս նրա համար ասում է. Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Առաջի Պետրոս 5:5 Այնպես էլ դուք երիտասարդներ հնազանդվեք ծերերին, ամենքդ իրար հնազանդվելով խոնարհություն հագեք, որ Աստծո ամբարտավաններին հակառակ, Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Ուզում եմ կանգնենք մեր ոտքերի վրա։ Այսօր նման ուսուցողական մենք շարժվեցինք եւ ես ուզում եմ այս պատմությունը ամեն մեկիս սրտին հասնի։ Ես չգիտեմ ինչքանով դու քեզ տեսար սրա մեջ, ինչքանով չտեսար, ինչքանով սա հասավ քեզ, ինչքանով չհասավ։ Հնարավոր է սա ընդհանրապես քեզ չէր վերաբերվում, հնարավոր է դու երբեք չես ունեցել հպարտություն, դու երբեք չես ունեցել ապստամբություն, հնարավոր է դու սուրբ ես, բայց իրականում ես գիտեմ, որ սա խոսում է իմ սրտի հետ։ Սա խոսում է իմ սրտի հետ այս պատմությունը։ Ուզում եմ ժամանակ վերցնես։ Վերանայես քեզ, վերանայես քո անձը, վերանայես քո սիրտը, վերանայես քեզ։ Եթե քո սրտի մեջ կա փոքր որդի, եթե քո սրտի մեջ կա մի բան, որը փոքր է, եթե քո սրտի մեջ կա մի բան, որը բավականաչափ հասած, հասունացած կամ աճած չի, ես ուզում եմ, որ դու վազես Աստծո ներկայության մեջ։ Ես ուզում եմ, որ դու դիմես հորը։ Ես ուզում եմ, որ դու դառնաս հորը։ Ես ուզում եմ, որ դու խոսաս հոր հետ, որովհետև հայրը սպասում է քեզ։ Եթե դու ունես ավագ որդու կարգավիճակ,
Եթե դու ունես ավագի կարգավիճակ, ավագ որդու կարգավիճակ եւ ինչ որտեղ հպարտություն կա քո սրտի մեջ, ինչ որտեղ բարկություն կա քո սրտի մեջ, ինչ որտեղ պայքարներ կա քո սրտի մեջ, ինչ որտեղ դու տեսնում ես, որ այս բանն անարդար, այն բանն անարդար, այն բանը հնեն չի, այն բանը հնեն չի, գիտեք, իրականում եկեղեցին դա հիվանդների վայր է, ժողովուրդ, որտեղ մարդիկ գալիս են, կոտրվում, խոնարհվում են Աստծո առաջ։ Եթե այստեղ լինեին սուրբեր, իրանք այստեղ գործ չունեին եկեղեցին։ Եթե այստեղ լինեին կատարյալ մարդիկ, իրանք գործ չունեին, բայց մենք այստեղ սրբագործվում եւ կատարելանում ենք։ Այստեղ մենք սրբագործվում եւ կատարյալ ենք դառնում Հիսուս Քրիստոսի զոհի միջոցով, արյան միջոցով, Աստծո խոսքի միջոցով։ Ուզում եմ խոսաս Հիսուսի հետ, ուզում եմ խոսաս Տիրոջ հետ, քո սրտի խորքից, քո սրտի ամբողջ անկեղծությունից, քո սրտի ամբողջ պարունակությունից։ Ուզում եմ, որ բացես քո սիրտը Աստծո առաջ, անկեղծանաս Հիսուսի հետ։ Եթե ապաշխարության կարիք ունես, ուզում եմ, որ ապաշխարես։ Եթե խոնարհվելու կարիք ունես, ուզում եմ, որ խոնարհվես։ Տերը ամբարտավաններին հակառակ է, Տերը շնորհք է տալիս խոնարհներին։ Տերը շնորհք է տալիս խոնարհներին։ Տերը շնորհք է տալիս խոնարհներին։ Մեղքը իր հետ վարձք ունի, եւ մեղքի վարձքը մահն է։ Մեղքը ունի կործանարար ուժ, մեղքը ունի կործանարար ազդեցություն, մեղքի հետևանքը կործանումն է, մեղքի հետևանքը անեծքն է, մեղքի հետևանքը ավերումն է, մեղքի հետևանքը այն է, ինչը որ չի գալիս Աստծուց, մեղքի հետևանքը սատանայի մտահղացումներն են։ Հալելույա Հիսուս։ Բայց Տիրոջ սրտի մեջ է, որ դու մտնես իր ուրախության մեջ։ Տիրոջ սրտի մեջ է, որ դու իր ներկայության մեջ հանգստանաս։ Տիրոջ սրտի մեջ է, որ դու իր ներկայության մեջ զվարճանաս։ Տիրոջ սրտի մեջ է, որ դու իր ներկայության մեջ ուրախանաս։ Քիդարա բոսոմ բարերը մարե բականդերը բոս շախարի բակաթերը բոսոմ օրա բականդերը բոս շախարը բեկորա բակինդերը բոս շախաթայա հիդարա բաշախարի բեկինդորո բոսոմ բականդերը բոս շախաթայա օրա բակաթարը բոս շամբարի մալի բակինդերը բոսա օրա բականդերը բոս շախարի բակաթարը բոկորա բակաթայա հիդարա բաշախարի բակինդերը բոսոպորը մարե բակաթայա փոխի մեր կարգավիճակը Տեր Փոխի մեր կարգավիճակը Տեր, փոխի մեր կարգավիճակը Տեր, դարձրա մեզ փոքր որդուց, դարձրա մեզ իսկական որդի, դուր մեզ որդեգրությունը իսկական Տեր, հագցրա մեզ այդ պատմությանը Հիսուս, դիր մեր մատին այդ մատանին Տեր, հագցրա մեզ այդ կոշիկները Տեր, օրա բաշեխարի մաքինդերը ոսոպորերը մարևա կատարի ոչիմ, վերականգնի մեր որդեգրությունը Տեր, վերականգնի մեր որդիությունը, որը մենք հնարավոր է կորցրել ենք մեղքի մեջ Տեր, հանի մեզ թշվառությունից Հիսուս, պատրի մեր հագից Տեր, բոլոր այդ ծակված եւ հնացած հանդերձները, որից գարշահոտություն է փշում Տեր, որից մեղքի հոտ է գալիս Տեր, պատրի մեր վրայից Հիսուս, հագցնելով մեզ արդարության հանդերձներ, թող կոտրվի մեր հպարտությունը, որպես թե ավագ որդիներ, թող կոտրվի մեր բարկությունը, որպես թե ավագ որդիների, հալելույա Հիսուս, եւ մենք չմերժենք Տեր, մտնենք քո ուրախության մեջ, եւ մենք չմերժենք Տեր, մտնելու քո ներկայության մեջ, եւ մենք չմերժենք Տեր, մտնելու քո սրտի մեջ Տեր, քո սրտի մեջ տեղ ունենալու, քո սրտի սիրո մեջ տեղ ունենալու, ոչ թե մերժենք քո սրտի սերը, այլ ընդունենք քո սրտի սերը Տեր, լեբագո շամբարի բակաթայա, ոչ թե մերժենք քո ողորմությունը, այլ ծածկված լինենք քո ողորմության մեջ Տեր, Rabakindere bo shachari bakatari bosim. O rababa shachari bakindere bo shachataya. Rabaga shambari bakindere bo koraba bakataya. Ամբողջ այս սկսվող տարվա մեջ ես կոչ եմ անում քեզ եկեղեցի, որ դու մի կողմ դնես քո սրտի ապստամբությունը, որ դու մի կողմ դնես քո սրտի հպարտությունը եւ լինես Աստծո ներկայության մեջ, հեշտությամբ մտնես Աստծո ներկայության մեջ, հեշտությամբ խոնարհվես, հեշտությամբ ապաշխարես եւ ես աղոթում եմ Տեր, որ ինչ որ մեկը ինքը իրան գա, որ ինչ որ մեկը ինքը իրան գա Տեր, որ ինչ որ մեկը հայտնաբերի իրան, գտնվելով խոզերի մեջ, ինչ որ մեկը հայտնաբերի իրան, գտնվելով տարբեր իրավիճակների մեջ, ինչ որ մեկը հայտնաբերի իրան Տեր, որ ինքը ապաշխարության կարիք ունի, որ ինքը քեզ գալու կարիք ունի, որ ինքը քեզ գալու կարիք ունի, որ ինքը վերադառնալու կարիք ունի։ Օ ռամանքինդերը ոսոմորերը մարի բականդերը ոսա։
Ora bakandere bo shakari bakidere bo kora maketere bo riabrava bakandere bo shatai. Եվ իրականում եկեղեցի ես ուզում եմ անկեղծ լինենք այսօր Իմ կյանքի մեջ եղել է իրավիճակներ, որ ես եղել եմ փոքր որդու կարգավիճակում Իմ կյանքի մեջ եղել է իրավիճակներ, որ ես եղել եմ ավագ որդու կարգավիճակում Եվ պատասխանը ու փրկությունը Աստծո մոտ է Որպեսզի այդ իրավիճակից դուրս գաս դա Աստծո մոտ է Ես ուզում եմ իրականում աղոթեմ այն մարդկանց համար, ոչ բոլորի, ովքեր որ իրոք իրանց տեսան այս պատմության մեջ, ում սրտի հետ որ իրոք դա խոսած, ում սրտի հետ որ դա իրոք խոսած, ես ուզում եմ աղոթեմ քեզ համար, որ դու դուրս գաս այդ իրավիճակից, ես ուզում եմ բարեխոսեմ քեզ համար, որ դու դուրս գաս այդ իրավիճակից, ում հետ որ դա իրականում կատարվել է, ով որ իրականում տեսավ իրան այս երկու կատեգորիաների մեջ, ես հավատում եմ, որ Տերը այսօր ուզում է մեզ հանի դրանից, ես հավատում եմ, որ Տերը այսօր ուզում է մեզ դրանից դուրս հանի, ես հավատում եմ, որ Տերը ուզում է, որ մենք 26 թվական մտնենք որպես թե ազատներ, որ մենք 26 թվական մտնենք որպես թե որդիներ, որ մենք 26 թվականը անցկացնենք որպես թե ժառանգորդներ, ոչ թե որպես սարաներ, այլ որպես թե ժառանգորդներ, խնդրում եմ, որ միայն այդ մարդիկ առաջ գան, ովքեր որ իրականում տեսան իրանց սիրտը, ովքեր որ իրականում տեսան, ովքեր որ իրոք դա տեսան իրանց սրտի մեջ, որ դա կա իրանց մեջ, ես գիտեմ, որ կան այդ ձեր մարդիկ, եւ դա բացառություն չի, եթե դա կատարվում է ինչ-որ մեկի հետ, դա կարա կատարվի նաև ինչ-որ երկրորդի հետ, դա կարա կատարվի ինչ-որ երրորդի հետ, դա կարա կատարվի ինչ-որ չորրորդի հետ, ես գիտեմ, որ Աստված հետաքրքրված է հանելու ձեզ այդ իրավիճակից, ես գիտեմ, որ Աստված հետաքրքրված է կոտրելու այդ լուծը, մտքի մեջ այդ ամրությունը, թվացյալ այդ ամրությունը, թվացյալ այդ հպարտությունը, որը կա մեր սրտերի մեջ ավագ որդու կարգավիճակը, հալելույա Հիսուս, ովքեր որ առաջ եկան, խոսացեք Հիսուսի հետ, բացեք ձեր սիրտը, խոստովանեք Տիրոջը, խոստովանեք որտեղ եք դուք եղել կրտսեր, խոստովանեք որտեղ եք դուք եղել ավագ, խոստովանեք որտեղ եք դուք եղել ապստամբ, որտեղ եք դուք եղել հպարտ, որտեղ չեք հասկացել Տիրոջ ողորմությունը, որտեղ չեք հասկացել Աստծո սերը, որտեղ չեք հասկացել Աստծո ներումը, որտեղ եք բարկացել, խոստովանեք որտեղ եք վատնել Տիրոջ օրհնությունը, խոստովանեք որտեղ եք վատնել ձեզ տրված փրկությունը, ձեզ տրված արդարությունը, եւ ես հավատում եմ, որ Տերը պետքա վերականգնում բերի, եւ նրանց էլ որ իրանց տեղերում են, ես խնդրում եմ, որ դուք աղոթեք, ես խնդրում եմ, որ դուք բարձրացնեք ձեր ձայնը Աստծուն, հալելույա, Աստծո ներկայությունը այս վայրի մեջ է եկեղեցի, Աստծո ներկայությունը այս վայրի մեջ է,